Երևի մենք սկսենք, կամաց մեզ կմիանան մնացածը ինձ թվում է։ Այսօր շատ հետաքրքիր արդիական թեմա ենք քննարկելու, ճարբակալում բավական արդիական եմ համարում, որովհետև յուրաքանչյուր երկրորդը, չգիտես ինչի, մոլուցք եւ տենդենց ունի քաշի նվազեցմամբ զբաղվելու, նյարեցման կուրսեր են ասում, այսօր համարյա թե մեր բնակչության 90%-ը։ Բավական տարբեր ֆիրմաներ առաջարկում են նյարեցման կուրսեր, օնլայն տարածքում, համացանցերում տեսնում ենք տարբեր մասնագետներ, ովքեր նյարեցման ծրագրեր են առաջարկում, նյուտրիցիոլոգներ են, նոր մոդայիկ մասնագետներ են, բոլորն իրենց հռչակում, համենայն դեպս նյարեցման ծրագրերից կարող են օգտվել բոլորը, միայն խելացի տարբերակ ընտրելով, մասնագիտական, ճիշտ, խելացի և ինդիվիդուալ, այսինքն անհատական տարբերակ ընտրելու դեպքում միայն։ Այսօր ես մի փոքր կխոսեմ ինչ է ճարբակալումը, ինչու ենք մենք ճարբակալում և ինչպես պայքարենք ճարբակալման դեմ։ Լավ։ Ընթացքում մնացածը կմիանան մեզ, եկեք մենք սկսենք, որ ովքեր պարդաճանաճը սպասեցնել չտանք։ Տեսեք, ճարբակալման հիմնական պատճառները, ձայնս կտրատվում է, հա Լուսինե ջան, բոլորի մոտ է կտրատվում ձայնս։ Հա, բոլորի մոտ կտրատվում է, լսվում է, շատ մեր մոտ անձրևային տհաճ եղանակ է, գուցե և կաբերի խնդիր լինի, ինչ որ բան եթե պարզ չի լինի, ես նորից կբացատրեմ, լավ։ Փորձեմ մի ձայնը նորից կարգավորել, նորմալ է, վсё, սկսենք այդ դեպքում։ Տեսեք, եկեք խոսենք ճարբակալման պատճառների մասին, առաջնային ճարբակալման պատճառներն են, նախ ասեմ, որ ճարբակալումը դա բավական բարդ վիճակ է, որը ձևավորվում է շատ տարբեր բազում ֆակտորների հետևանքով, օրինակ առաջնային ֆակտորը ես համարում եմ էներգետիկ դիսբալանսը, բարև ձեզ Անդրեյ ջան, առաջնային պատճառներից մեկը դա էներգետիկ դիսբալանսն է, սա առաջանում է այն դեպքում, երբ ընդունում ենք շատ ավելի մեծ քանակությամբ կալորիաներ, քան ծախսում ենք, կալորիաների ավելցուկը օրգանիզմում կուտակվում է ավելորդ ճարբի տեսքով, որն էլ բերում է հետագայում ճարբակալման, այսօր մենք բոլորս ունենք նստակյաց աշխատանք, Ադրինե ջան, գուցե խնդիրը ձեր համակարգչից է, փորձեք կարգավորել, շատերի մոտ չի լսվում, հա իմ ձայնը, փորձեք ձեր համակարգչից կարգավորել, կարծես մնացածի մոտ նորմալ է ձայնը, Ադրինե ջան, Շնորհակալ եմ Ռիտա ջան, շատ լավ, փորձեք նորից մտնել, նոր կշարունակենք, լավ։ Կարգավորվեց Ադրինե ջան։ Լավ, ճարբակալման հաջորդ հիմնական պատճառներից մեկը, բացի էներգետիկ դիսբալանսից, որի առաջացման պատճառն այսօր նաև գրասենյակային աշխատանքն է, նստակյաց կյանքը, անշարժունակությունը, այսպես ասած։ Երկրորդ ֆակտորը ոչ ճիշտ սննդակարգը, որը բավական մեծ դեր է խաղում ճարբակալման հարցում։ Մենք շատ ենք օգտագործում մեծ քանակությամբ ճարբային սնունդ, քաղցրավենիք, կիսաֆաբրիկատներ, որը դարձել է դարի հիվանդություն, ինչպես նաև մշկերը, բանջարեղենը և հադիկավոր սնունդը այսօր բացակայում է մեծամասամբ մեր սննդակարգում, այսինքն գազավորված խմիչքը, կիսաֆաբրիկատները, սրճարան, ռեստորանային սնունդները հաճախակի մեզ շատ հեշտ է առաքել սնունդ, քան տանը պատրաստել, ցավոք, որը ևս բերում է ճարբակալման, կարող է հանդիսանալ հիմք ճարբակալման։ Հաջորդ ֆակտորը, որի մասին կխոսենք, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունն, այսինքն վերը նշեցի քիչ շարժողականություն ունեցող աշխատանքը և կյանքի որակը, այսինքն նստակյաց կյանքը, որը բերում է կալորիաների ոչ ճիշտ յուրացման, պակաս յուրացման և ավելորդ կալորիաների կուտակման, որ օրգանիզմում միանշանակ կալորիաները օրգանիզմում ճարբի տեսքով են կուտակվում։
Հաջորդ ֆակտորը կարող է հանդիսանալ ճարպակալման նաև գենետիկ հակվածությունը։ Որոշ մարդիկ ունեն գենետիկ հակվածություն ճարպակալման, որը կարող է ազդել ախորժակի նաև մետաբոլիզմի վրա, այսինքն վատ նյութափոխանակությունը կարող ենք նաև ժառանգել մեր նախնիներից։ Հաջորդ բավական բարդ ճարպակալման ֆակտորներից մեկը դա հորմոնալ խանգարումներն են։ Սա հանդիսանում է բավական լուրջ խնդիր, ինչպիսին է ինսուլինի քանակի, կորտիզոլի, լեպտինի քանակի տատանումները օրգանիզմում, որոշակի հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են շաքարային դիաբետը, հիպո և հիպերգլիկեմիան, վանաձև կեղծի խնդիրները, որոնք ազդում են ախորժակի և նյութափոխանակության վրա, կրկին անգամ մետաբոլիզմի վրա։ Նաև ճարպակալման հիմք կարող է հանդիսանալ հոգեբանական, փսիխոլոգիական ֆակտորները, ստրեսը, դեպրեսիան, էմոցիոնալ շատակերության են բերում, որի դեպքում օրգանիզմը չհագենալով ավելի և ավելի մեծ քանակությամբ կալորիաներ է սկսում ընդունել, որը ևս հանդիսանում է քաշի ավելացում։ Փոքրիկ նաև մեջբերում անեմ սոցիալ և էկոնոմիկական ֆակտորը իր հեշտին բավական լուրջ դեր է խաղում ճարպակալման, այսինքն առողջ սնունդը ոչ հասանելի է շատերի համար, ինչպես նաև շատ գովազդը, հեռուստատեսությամբ, ինտերնետով սննդի գովազդը ձևավորում է կուլտուրա, որը և ազդում է մեր սննդային սովորությունների վրա։ Հաջորդ ֆակտորներից մեկը դեղորայքի ընդունումն է։ Ունենք մենք շատ հիվանդներ, ովքեր սիստեմատիկ, երկարատև դեղորայքային բուժման կուրսեր են ընդունում, ինչպես նաև հորմոնալ բուժման կուրսեր։ Մի քանի դեղորայքներ, օրինակ հագադեպրեսանտները, ինչպես նաև հորմոնային պրեպարատները, կորտիկոստերոիդները կարող են բերել մարմնի քաշի և ծավալի ավելացման, որը ևս բերում է օրգանիզմում ավելորդ էներգիայի, կալորիաների ոչ ճիշտ յուրացմանը և կուտակմանը։ Հիմնականում տեսեք չյուրացված կալորիաները ճարպի տեսքով մենք դրանք համարում ենք զապաս ռեզերվ, կներեք, որ ռուսերեն եմ ասում, այսինքն հետագայում պահպանված ռեզերվներ, որ օրգանիզմը կուտակում է, վախենալով, որ հետագայում մենք իրեն զրկելու ենք որոշակի սննդանյութերից։ Դիետաները սկսելուց առաջ օրգանիզմը շատ խելացի ստրուկտուրա է, սկսում է կուտակել կալորիաները ճարպի տեսքով, երբ մենք սկսում ենք միանգամից մեծ դիետաներ պահել, դրա համար դիետանը պիտի լինի խելացի։ Բացի թվարկած պատճառներից, որոնք արդեն նշեցի, քաշի ավելացման վրա կարող է ազդել նաև տարիքը, օրինակ տարիքի հետ թուլանում է մետաբոլիզմը, նյութափոխանակությունը, դանդաղում է օրգանիզմում սննդի յուրացումը և սկսվում է նորից այրվել քիչ կալորիաներ, թուլանում է տարեցների մոտ ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև շատ կարևոր է սեռը։ Այսինքն կանանց մոտ ճարպը հաճախակի կուտակվում է կոնքերի և փորի հատվածում, առավել ևս կլիմակտերիկ պերիոդում, դաշտանատատարի ընթացքում։ Տղամարդկանց մոտ 45-ն անց սկսում է փոր ստամոքս հատվածով ճարպակալումը, որը ևս քաշի ավելացման հիմք է հանդիսանում։ Ես ձեզ ասեմ նաև մեկ փաստ, անգամ ճարպակալման հիմք կարող է հանդիսանալ քունը։ Պատկերացրեք պրիմիտիվ մի պատճառ, որը կարող է բերել լուրջ ճարպակալման։ Ոչ բավարար քունը բերում է հորմոնների ձեռբազատման խախտի, որոնք պատասխանատու են ախորժակի համար, դրանք են գրելինը և լեպտինը։ Շատ հաճախ, երբ մենք գիշերային ժամին արթնանում ենք, չգիտես ինչու ձգտվում ենք սնունդի, ճիշտ եմ, դեպի սառնարան ենք ձգտվում։ Նաև գիշերային քնի խախտը կարող է բերել ավելորդ ճարպի կուտակման, քաշի ավելացման։ Մեր վրա նաև բավական լուրջ ազդեցություն ունի շրջակա միջավայրը, ոչ առողջ սննդի հասանելիությունը, սպորտ սրահների բացակայությունը, նստակյաց աշխատանքը, ոչ լիարժեք առողջ կյանքով ապրելակերպը։ Ուզում եմ նշել նաև, հետաքրքիր է ձեզ, պատմեմ, թե ուզում եք միանգամից անցնենք կուրսերին, ինձ թվում է հետաքրքիր է, մի փոքր խոսենք մենք ճարպակալման պատճառներից, որ դրա դեմ պայքարը մեզ ավելի հասանելի և ճիշտ լինի։ Համաձայն եք իմ հետ։ Շատ լավ, շատ լավ։ Բացի շրջակա միջավայրից, նաև ստրեսներն ունեն շատ լուրջ ազդեցություն։ Խրոնիկ ստրեսը կարող է բերել կորտիզոլի բարձրացման, որն էլ իր հեշտին է նպաստում ճարպի
դագումներին մարմնի տարբեր հատվածներում, ինչպես նաև որովայնի շրջանում լուրջ ճարպակալումը կարող է լինել մեծ ստրեսի արդյունք։ Ասեմ, որ ալկոհոլային խմիչքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ դատարկ կալորիաներ, նաև իրենք կարող են հիմք հանդիսանալ ճարպակալման։ Տարբեր հիվանդություններ, որոնց ժամանակ, օրինակ հիպոթիրեոզը, բանաձև գեղձի անբավարար ակտիվությունը, ձվարանների պոլիկիստոզ սինդրոմը, որոնք ևս կարող են նպաստել քաշի ավելացման, աղիքային միկրոֆլորան, Շնորհակալ եմ Անիտ ջան։ Տեսեք, հաջորդ լուրջ խնդիրներից մեկը ճարպակալման դա մեր ստամոք-սաղեկային տրակտն է։ Ստամոք-սաղեկային տրակտը ես միշտ կներեք շատ կոպիտ օրինակ եմ բերում իմ բոլոր հանդիպումների ժամանակ, ես համեմատում եմ կոյուղու հետ։ Ստամոք-սաղեկային տրակտով է անցնում մեր ընդունած սնունդը, յուրացվում կամ ճիշտ կամ սխալ։ Տեսեք, աղիքային միկրոֆլորան, եթե փորձը ցույց է տվել եւ ապացուցված է նաեւ, որ աղիքային միկրոֆլորայի բաղադրության, կազմության, խախտի դեպքում կարող է խանգարվել նյութափոխանակությունը, որն էլ իր հեշտին կարող է ազդել եւ ախորժակի վրա եւ սննդի ոչ ճիշտ յուրացման վրա։ Լավ, սոցիալ ֆակտորներ, օրինակ ընտանիքի ընկերների ազդեցություն, հիմա կասենք ինչ կապ ունեն ընտանիք ընկերների, իհարկե մեր սննդային սովորույթների վրա մեծ ազդեցություն ունեն մեր ընկերները, մեր ընտանիքը, մեր շրջապատը, ինչպես նաև ազգային սովորույթները, որոնք կարող են ազդել մեր սննդային կուլտուրայի վրա։ Օրինակ, երեկ ես հանդիպեցի մի ռուս աղջկա հետ, որը յոգա է պարապում Հայաստանում, ստեղծել է յոգայի կենտրոն։ Խեղճ աղջիկը տագնապած ասեց, «Էս կամ պարապում եմ, ձեր լավաշը, ձեր մատնաքաշը, պուրի հացը այնքան համով է, որ ես 10 կիլո քաշ եմ հավաքել»։ Ցավոք նշելու եմ, որ այո, Հայաստանում սնունդը շատ համեղ է եւ մենք սիրում ենք ընտանեկան հավաքույթներ, խորոված, քյաբաբ, ուտել, խմել, որոնք եւս բերում են ճարպակալման։ Այս ամենը գումարվելով առաջացնում է բավական բարդ խորքային պատկեր։ Գոյություն ունեն բազում մեթոդներ եւ դիետաներ քաշի կորստի համար, որոնց մասին մենք մի փոքր հիմա կխոսենք։ Հիմա շատ մոդայիկ է տարբեր տիպի դիետաները։ Ինչ եմ ես սա շեշտում, որովհետեւ ինտերնետային դար է եւ բոլորիս են հասանելի տարբեր տիպի դիետաների հետ ծանոթանալը համացանցերում, խոսենք մի փոքր կանոնակարգենք դիետաները։ Ես ինքս նախապես ասեմ, կողմ եմ ինդիվիդուալ, այսինքն յուրաքանչյուր այցելուի համար ճշգրիտ անհատական դիետայի ընտրությանը։ Յուրաքանչյուր օրգանիզմ ինդիվիդուալ է, գիտեցեք, մեկի վրա կարող է մի պրեպարատը ունենալ շատ արագ ազդեցություն, մյուս ամիսներով խմի եւ բացարձակ չունենա որևէ նյարեցման ազդեցություն։ Դրա համար առաջնահերթ զրուցում ենք հիվանդի հետ, պարզում ենք անհատական խնդիրները, ապրելակերպը, նոր ընտրում ենք դիետան եւ սննդակարգը, բադերը։ Առաջնային դիետան, որը շատ տարածված է, կանոնակարգված սննդակարգն է, սպալանսիրованное питание, շատ հիմա մոդայիկ խոսք է դառել, սա ամենաառողջ եւ կայուն մեթոդներից մեկն է, ասեմ, այսինքն չափաբաժնի վերահսկում, կոնտրոլ պորցիի։ Սննդի չափաբաժինը սկսում են կրճատել եւ խուսափում են կուշտ սնվելուց։ Այսինքն տարբերակվող ռազմաբրազное питание տարբեր բազմազան մտերքների օգտագործում, որի մեջ մտնում են մշկեր, բանջարեղեն, հադիկավոր սնունդ, լոբեղեն, մտերք եւ ոչ յուղային սպիտակուցներ, այսինքն առողջ ճարպեր եւ այս ամենը չափաբաժիններով առավոտյան, կեսօրին 6-ից 7 եւ երեկոյան միայն մաքուր ջուր։ Քիչ չափաբաժիններով եւ միշտ սեղանից սոված ենք հեռանում։ Սա առաջին տիպն է դիետայի, որը բավական հեշտ է եւ ավելի արագ է ընդունվում հաճախորդների կողմից։ Հաջորդ դիետան դա ցածր կալորիաների դիետան է։ Սա մի փոքր հոգեբանական խնդիր է առաջացնում, երբ անդադար մենք ստիպված ենք լինում հաշվել կալորիաները։ Համենայն դեպս այս դիետան սահմանափակ կալորիաների ռացիոնալ սննդակարգի դիետա է։ Դիետան սկսվում է 1200 կիլոկալորիայից ամեն օր, ամբողջ օրվա ընթացքում, հատկապես կանանց համար եւ տղամարդկանց համար թույլատրելի կալորիաների քանակը նախընտրելի է 1500 կիլոկալորիան։ Սա համապատասխանում է նաեւ այն կանանց, ովքեր ունեն ակտիվ ում աշխատանքը ակտիվ է եւ բարձր էներգետիկ ծախսուն, օրինակ աշխատում են հացի փռում
կամ որևէ գործարանային աշխատանք են անում, զբաղվում են ակտիվ սպորտով, կարող են ընդունել 1500 կիլոկալորիա, հակառակ դեպքում կանանց համար նախատեսված կալորիան 1200 կիլոկալորիա է 24 ժամվա ընթացքում, այսինքն ինչ ենք անում, խանութ մտնելիս ստուգում ենք կալորիաները, գրառում եւ միայն կալորիաներով ենք սնվում, կալորիաների չափը օրվա ընթացքում չենք անցնում, սա երկրորդ դիետայի տիպն է, որը ես այնքան էլ ճիշտն ասած չեմ հավանում եւ չեմ սիրում։ Մի տեսակ պարտադրողական, ստիպողական տենդենս է իր մեջ պարունակում։ Հաջորդ ցածր կալորիաների դիետան, սա նաև երկրորդ տեսակը, երբ մենք ամբողջապես սահմանափակում ենք ածխաջրերի ընդունումը, որը կարող է բերել արագ քաշի կորստի, հատկապես առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն մանրամասն մենք անում ենք բոլոր տիպի ածխաջրեր պարունակող սնունդը, քաղցրեղեն, թխվածքեղեն, հացամթերք, այն սննդամթերքները, որոնք ածխաջրեր են պարունակում, շաքարը, ամբողջապես հանում ենք մեր ռացիոնից, սա բերում է արագ քաշի կորստի, բայց ցավոք նաև արագ քաշ ենք հավաքում, լավ։ Կետոգենային դիետան, գիտեք, հիմա շատ է խոսվում այս դիետայի մասին, շատ ծանր դիետա է, այսինքն սնվում ենք, չենք ածխաջրերը ընդամենը 50 գրամից ցածր է լինելու, առողջ եւ մաքուր ճարբերի քանակը 50 գրամ եւ ընդունում ենք շատ քիչ մեռած սպիտակուցներ, սա յուրօրինակ դիետա է կետոգենային, որը լուրջ սննդաբանի հսկողություն է պահանջում, լավ։ Հաջորդ դիետայի տեսակը պալեոդիետան է, չգիտեմ ձեզ ծանոթ է թե ոչ, հիմա շատ ինտերնետում տարածված դիետաներից մեկն է, հիմնականում սնվում ենք բոլոր այն մթերքներով, որոնք թույլատրելի են եղել պալեոլիթային դարաշրջանում, գիտեք, մենք ապրել ենք տարբեր էպոխաներում, այսինքն այդ նշված ժամանակահատվածում բնակչությունը սնվել է միայն մսեղեն, բանջարեղեն, մրգեր եւ ընդեղեն, չեն եղել ոչ մի տիպի քաղցրավենիք, թխվածքներ, այսինքն առողջ սննդակարգի բնության մեջ այն ինչ գտնում ենք, դա ենք ուտում միս, ձկնեղեն, բանջարեղեն, միրգ եւ ընդեղեն, լավ, բավական համեղ եւ հետաքրքիր դիետ հավատացեք։ Հաջորդ դիետայի տեսակը դա բարձր սպիտակուցային դիետան է։ Եթե ընթացքում հարցեր կունենաք, պարզ, եթե չեմ բացատրում դիետաները, խնդրեմ, արձագանքեք, կանրադառնամ, լավ։ Բարձր սպիտակուցային դիետան, դա այն դիետան է, երբ մենք օրգանիզմը հագեցնում ենք սպիտակուց պարունակող սննդով։ Սպիտակուցներն օգնում են պահպանել մկանային մասսան եւ արագացնում են նյութափոխանակություն, օրինակ դուկանի դիետան։ Սա մի ֆազա է, տարբեր դիետան բաժանված է տարբեր ֆազաների, որի ընթացքում օգտագործվում ենք մեծ քանակությամբ սպիտակուցներ, ինչի հաշվին գալիս է քաշի ստաբիլացում եւ հաջորդ խնդիրը Ատկինսի դիետան է, Ատկինսի դիետայի ժամանակ մենք սահմանափակում ենք ամբողջապես ածխաջուրը շեշտը դնելով առողջ ճարբերի եւ միմիայն առողջ սպիտակուցների վրա։ Սա էլ բավական լավ դիետայի տեսակ է եւ ասեմ արդյունավետ։ Մենք քաշի կորուստ ծրագրերի դեպքում որոշակի դիետաներ պարտադիր պահելու ենք։ Նշեմ սիրելիներս, որ առանց դիետայի շատակերությամբ, ընդամենը բադեր կամ դեղորայք խմելով մենք քաշի կորուստ միանշանակ չենք ունենալու, մոռացեք։ Յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելիս մենք ստիպում ենք, որ ապրեն առողջ ապրելակերպով եւ պահպանեն ընտրեն որևէ իրենց հոգեհարազատ դիետա, լավ։ Ինտերվալն հաջորդ ուրեմն դիետայի տեսակը ինտերվալն է կալադային, այսինքն պարբերական սով։ Այս մեթոդը հակված է հեշտափոխով ընդունել սնունդը եւ հաջորդիվ սով պահել։ Հայտնի սխեմաներ են օրինակ 16-8, այսինքն 16 ժամ սով ենք պահում, 8 ժամվա ընթացքում կարող ենք սնունդ ընդունել։ Հարց ունեք, հա, Տատևիկ ջան։ Խնդրեմ Տատևիկ ջան, եթե հարց ունեք, ասեք։ Ոչ։ Լավ, շարունակեմ ես, այսինքն ինտերվալ
սովը, 16 ժամ սով ենք պահում, 8 ժամ սնունդ ենք ընդունում, բայց ոչ անընդմեջ, այլ նորից ինտերվալներով։ Հաջորդը 5-ը 2-ի, այսինքն 5 օր նորմալ սննդակաշք ենք օգտագործում, 2 օր խիստ կալորիաների սահմանափակում ենք անում, 500-ից 600 կիլոկալորիա, ոչ ավել, լավ։ Հաջորդ շատ հետաքրքիր դիետան, ես բավական շատ եմ սիրում նշված դիետան, միջերկրածովային դիետա է համարվում, այս մեթոդը ընդունված է և տրադիցիոն սննդակաշք է համարվում միջերկրածովային բնակիչների համար, այսինքն օգտագործում ենք շատ լոբազգի։ Տատևիկ ջան, բոլորի մոտ լսվում է, ես խնդրում եմ, մի հատ դուրս եկեք, մեկ այլ բրաուզերով մտեք, լավ։ Շատ լոբազգիներ ենք օգտագործում, միրգ, բանջարեղեն, հատիկավոր և ընդեղեն, սահմանափակ, կարելի ասել բացարձակ սննդից հանում ենք ձկնամտեշկը, կաթնամտեշկը և թռչնամիսը, խստիվ նաև սահմանափակում ենք կարմիր միս և քաղցրեղեն, այսինքն միջերկրածովային դիետան հիմնականում շատ հարմար է բուսակերներին, օգտագործում ենք մեծ քանակությամբ ընդեղեն, լոբազգիներ և հատիկավոր, ինչպես նաև միրգ բանջարեղեն։ Կաշկավորվեց Տատևիկ ջան ձեր մոտ։ Լավ, Անդրեյ օգնեց, հուսամ կմտնեք նոր բրաուզերով։ Հաջորդ դիետան ճնշման կաշկավորման դիետա է համարվում, որը շատ լավ բերում է քաշի կորստի։ Սա մենք տալիս ենք բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն սուր հիպերտոնիա, տառապում են սուր հիպերտոնիայով։ Շատ միրգ բանջարեղեն ենք օգտագործում օրվա ընթացքում, ոչ յուղային կաթնամտերք, լրիվ յուղազրկված, աղի և շաքարի քանակը խիստ սահմանափակում ենք, կարող ենք նաև բացառել, ինչպես նաև սահմանափակում ենք հագեցած ճարպերի ընդունումը, կարագ, յուղ, ոչ ճիշտ մշակված ձիթամտերք։ Վեգետարիանական դիետան 8-րդ դիետան է համարվում կամ վեգանային դիետա, սա բավական բարդ դիետայի տարատեսակներից է, այստեղ մենք խիստ սահմանափակում ենք միսը, մսամտերքների ընդունումը, ինչպես նաև կենտրոնական ծագում ունեցող բոլոր սննդամտերքները, ճիշտ բալանսավորված նման սննդակարգի դեպքում մենք ունենում ենք բավական լավ արդյունք։ Հիմա շատ մոդայիկ է դարձել վեգետարիանական սնունդը, վեգանական սնունդ, այնպես որ կարելի է նաև այս դիետան բավական մոդայիկ դիետաներից մեկն է և պատկերացրեք խիստ էֆեկտիվ։ Միակ թերությունն այն է, որ երբ դիետայից դուրս եք գալիս և սկսում եք հագեցած ճարպեր, կաթնամտերք և մսամտերք օգտագործել, քաշի կորուստը արագ կարող եք վերականգնել, այսինքն վեգետարիանական և վեգանական դիետան պահելու ենք շատ երկար։ Դիետա հիմնված գլիկեմիկ ինդեքսով, սա էլ բավական հետաքրքիր դիետա է, այս դիետան կենտրոնացած է ցածր ածխաջրեր, այսինքն շաքար, քաղցրամտերք պարունակող սննդակարգից հրաժարվելու վրա։ Հիմնականում, տեսեք, նաև ինչով է հետաքրքիր դիետան, մենք օգտագործում ենք օրվա ընթացքում ավսյանքեն, սպիտակածավար կարծեմ հայերեն, ոսպ և կարտոֆիլ։ Բավական հետաքրքիր դիետա է, որ այրան մեջ բարձրացնում է որոշակի, նաև հնդկածավալ, բարձրացնում է ինսուլինի քանակը, որոշակի հիվանդությունների դեպքում նման դիետան բերում է բավական լուրջ քաշի կորստի, լավ։ Ինդիվիդուալ անհատականություն ունեցող մարդկանց, այսինքն մարդիկ, ովքեր ունեն հիվանդություններ որոշակի կամ գենետիկ որոշակի փոփոխություններ, խանգարված է մետաբոլիզմը, մենք հիմնվում ենք համապատասխան մասնագիտական դիետաների վրա։ Եվ հաջորդ դիետան, հաջորդ փուլը, որից կուզենայի խոսել, ոչ թե դիետա, այլ մոտեցում ես կասեի, շատ արդյունավետ է հոգեբանական մոտեցումը։ Այն, տեսեք, հոգեբանական մոտեցումը փոխում է սննդային կախվածությունը, ինչպես նաև մենք ուտում ենք առանց շեղումների և աշխատում ենք հոգեբանի հետ։ Սա արդեն պսիխոլոգիչեսկի հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց համար տրվող դիետա է, որևէ սահմանափակումներ սննդի մեջ չենք անում, բայց պարտադիր բավական լուրջ հոգեբանի հետ ենք աշխատում, լավ։
Սա դիետաների տեսակների մասին մի փոքր խոսեցինք եւ խոսեցինք ճարբակալման պատճառների մասին։ Ի ուրախություն մեզ բոլորիս, Faberlic ֆիրման բավական լայն ընտրություն է մեզ տվել բիոլոգիապես ակտիվ հավելումների, կենսաբանական ակտիվ հավելումների, որոնք օգնում են մեզ օգնել եւ ինքներս մեզ եւ շատերին վերականգնել գեղեցիկ կառուցվածքը եւ կանխարգելել ճարբակալումը։ Վերջերս մեր կատալոգներում հայտնվել են 3 հիանալի պրոդուկտներ Slim շարքից։ Այսօր կուզենամ խոսենք Slim էֆեկտ ունեցող պրոդուկտներից, լավ։ Դիետան ընտրում եք կամ մասնագետ դիետ կամ դուք ինքներդ եք խորհրդակցում ձեր հաճախորդ դիետ, ընտրում եք սննդակարգը, ուղղորդում եք սպորտ դալիճներ, որին զուգահեռ տալիս ենք մեր կենսաբանական ակտիվ հավելումները բավական լուրջ էֆեկտ ունենալու համար, լավ։ Առաջին պրոդուկտը, որի մասին կխոսեմ, չնայած վստահ եմ բոլոր արդեն ծանոթ եք, մեր խորհրդատուներից շատերը ունեն շատ գեղեցիկ խմբեր, որտեղ նյարում են միասին, շատ դիետաներ են պահում, սպորտով են զբաղվում, շատ ողջունելի է, ողջունում եմ նման խմբերի առկայությունը։ Հիմա խոսենք մեր պրոդուկտներից Slim էֆեկտ կատալոգում հայտնված նորույթներից մեկն է, ուրեմն Slim էֆեկտ ունեցող պրոդուկտը ունի հզոր ճարպը այրող էֆեկտ։ Առանց օրգանիզմը ստրեսի ենթարկելու քայքայում եւ խտանում է ճարպային արգասիքների ելքը օրգանիզմից։ Տեսեք, մենք շատ հաճախ դիետաներ ենք պահում, այրում ենք ճարպանյութը, բայց օրգանիզմի չենք հեռացնում բացարձակապես արգասիքները, այսինքն մնացորդները, որոնք եւս հետագայում մետաբոլիզմի խանգարման հիմք են հանդիսանում։ Slim էֆեկտ պրոդուկտը օրգանիզմից հեռացնում է ճարպի այրումից մնացած մնացորդային արգասիքները, կարգավորում է մետաբոլիզմ, այսինքն նյութափոխանակությունը, բարձրացնում է օրգանիզմի էներգետիկ բալանսը իր մեջ ներառնելով թերմոգենետիկ եւ լիպոպրոտեիններ, այսինքն հագաօքսիդանտներ, որոնք թողնում են հզոր ճարպային նյութափոխանակությունը կարգավորող էֆեկտ։ Չեմ ուզում տերմիններով խոսել, որ ավելի պարզ լինի ձեզ։ Slim էֆեկտ պրոդուկտը պարունակում է սինեֆրին։ Սինեֆրինը հնուց հայտնի է, բարձրացնում է թերմոգենեզը, այսինքն ջերմային նյութափոխանակությունը առաջացնելով ճարպը քայքայիչ էֆեկտ։ Բայց սա չի նշանակում, որ օրգանիզմում խախտում է ջերմա էֆեկտը, բացարձակ, ընդամենը թույլ բարձրացնելով թերմոգենեզը նպաստում է ճարպի յուրացմանը, նպաստում է օրգանիզմում ավելի շատ էներգիա ծախսել, մի քանի անգամ ավելի մեծ քանակությամբ էներգիա ծախսել անգամ հանգստի պահին, այսինքն մենք նստակյաց աշխատանք ունենք, սինեֆրին տարը նպաստում է անգամ նստած վիճակում կալորիաներ, էներգիա ծախսել, որը շատ կարևոր փաստ է։ Բարձրացնում է ճարպի այրման պրոցեսը, նաև բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Գիտեք, նյարեցման դիետաների ընթացքում մենք կորցնում ենք դիմադրողականությունը։ Մեկ վարյան հարց կարծես տեսա, տեսնեմ ինչ հարց ունենք։ Լավ, կանրադառնամ Արփինետ ջան ձեր հարցին, եկեք ընդհանուր պատկերը բացատրեմ, հետո հարցերին կանրադառնամ։ Հաջորդ տարը, որը Slim էֆեկտ պրոդուկտը պարունակում է, լիպոլինային թթուն է, ալֆա լիպոլինային թթուն, այն խաղում է մեծ դեր նյութափոխանակության վերականգնման վրա, օգնում է օրգանիզմում սնունդը վերածել էներգիայի, այլ ոչ ճարպի։ Եթե ուշադիր եք, ես անդադար խոսում եմ նյութափոխանակությունից եւ ճարպի այրումից, քաշի կորստի դեպքում շատ կարեւոր է նյութափոխանակությունը եւ ճարպի այրումը։ Իոխիմբայի արմատ է պարունակում հրաշք տարե, ասեմ ձեզ, այս էքստրակտը, իոխիմբայի էքստրակտը բլոկավորում է ալֆա ռեցեպտորները, այսինքն ճարպային բջիջներում նպաստում է ճարպի այրմանը։ Նաև իոխիմբան միակ տարրն է, որը կանանց մոտ ստոպ է տալիս ճարպի կուտակումը կոնքային հատվածում, եթե ուշադիր եք, կանայք փորով եւ կոնքով են գիրանում մենոպաուզայի ընթացքում։ Իոխիմբայի արմատը նպաստում է նշված տարածքի ճարպի այրման ի հաշիվ ալֆա ռեցեպտորների եւ բերբերին ժինեմիան, որ իմ ամենասիրելի նյութերից մեկն է, ասեմ ձեզ, որ ես անգամ սկսել եմ
տարբեր սննդակարգերում բերբերին է օգտագործել հիանալի տարր է քաշի կառավարման համար, այրան մեջ շաքարի քանակի կառավարման համար, յուրօրինակ միջոց է, կանխում է գլյուկոզայի կտրուկ տատանումները եւ խիստ նվազեցնում է քաղցի հանդեպ ձգտումը։ Տեսեք, դիետաների, ստրեսների ժամանակ կամ մտավոր աշխատանքի ժամանակ մենք բոլորս ունենում ենք քաղցրի պահանջ, ճիշտ է։ Անդադար շոկոլադի, ես ինքս այդպես է, սուրճ, շոկոլադ, եթե մտավոր աշխատանքի է անցնում, եւ սլիմ պրոդուկտը բերբերինի շնորհիվ կանխում է քաղցրի պահանջը, բացարձակապես օրգանիզմից հանում է, կարգավորելով ինսուլին գլյուկագոնի արտահոսքը, հանում է քաղցրի պահանջը, ուժեղացնում է ճարբիկ հայկայումը, այն վերածելով էներգիայի, միայն ճարբիկ հայկայումը շատ քիչ է, անհրաժեշտ են խելացի տարրեր, որոնք ճարբիկ հայկայումը վերածում են էներգիայի։ Ասեմ նաև լրացուցիչ բերբերինը նորմալացնում է խոլեստերինի քանակը, որը ևս տարի խնդիրն է համարվում, պաշտպանում է սերտանոթային համակարգը, ապահովում է լեղամուղ ազդեցություն, աշկելափակում է ածխաջրերի կլանումը, իջեցնելով ախորժակը, պարունակում է նաև ծորենու մզվածք, որը բնական ինսուլինանման միմետիկ է, այսինքն բարձրացնում է բջիջների զգացողությունը ինսուլինի հանդեպ, նպաստում է գլյուկոզայի ներթափանցումը մկանների մեջ, այն թույլ չի տալիս վերածվի ճարբի, այսինքն մկանային մասսայի է վերածում, բայց ոչ ճարբի, նվազեցնում է նաև այրան մեջ գլյուկոզայի մակարդակը, կանխելով շաքարի կտրուկ տատանումները, նաև նվազեցնում է մեր քաղցի հանդեպ ձգտումը, որը շատ կարևոր պրոցես է։ Սլիմը նաև պարունակում է ջինեմայի մզվածք, ես ինչ եմ մանրամասն ձեզ բացատրում, որ պատկերացնեք ինչ ինդիվիդուալ հավաք է, համատեղ սիներգիկ հավաք է, մեկը մյուսի հետ աշխատող, մեկը մյուսին մեկ տարը լրացնում է մյուս տարին, որը շատ կարևոր է։ Ջինեմայի մզվածքը նույնպես ունի շաքարը քայքայիչ հատկություն, նվազեցնում է գլյուկոզայի կլանումը աղիներում, բարձրացնելով նյութափոխանակությունը, նվազեցնում է շաքարի կլանումը այրան մեջ։ Ուրեմն L-կարնիտինը, բոլորս գիտենք, L-կարնիտինը մեծ դեր է խաղում ճարբաթթուները տեղափոխելով դեպի միտոքոնդրիաներ, այսինքն մկանային ակտիվություն տալով այրում է ճարբը։ Եվ քրոմի մեծ պարունակություն ունի, պիկոլինատ քրոմ է պարունակում, լավացնում է աչխաջրային լիպիդային հավասարակշռությունը, բարձրացնելով օրգանիզմում պիդանի խոլեստերինի քանակը, իջեցնելով ոչ պիդանի, այսինքն վատ խոլեստերինի քանակը։ Slim էֆեկտը առաջնային պրոդուկտներից է, որը խորհուրդ եմ տալիս միարեսման ծրագրի մեջ ներառնել։ Նույն էջում մենք ունենք մետաբոլիկ լակտոպեկտին, հրաշք մի հատ պրոդուկտ, բալի համով, սա նաև քաղցրակերների համար շատ լավ լուծում է, գիտականորեն ապացուցված է, որ աղիների միկրոֆլորան վերականգնում է, կոնտրոլ է անում քաշի ավելացմանը կամ նվազեցմանը, կառավարում է աղիքային միկրոֆլորայում այս պրոցեսը, մետաբոլիկ լակտոպեպտինը նպաստում է օրգանիզմի մետաբոլիզմի նյութափոխանակության վերականգնմանը, այն պարունակում է սիմբիոտիկ շտամներ, մետաբոլիտներ եւ պրեբիոտիկներ, որոնց մասին այսօր նաև շատ է խոսում, պրո, պրե, լակտոբակտերաների մասին, շատ տարածված է գլյուտենային էնտերոպաթիան, էնզիմատիկ էնտերոպաթիան, այսինքն օրգանիզմում որոշ բակտերաների պակասի պատճառով շատերն ալերգիա ունեն գլյուտենից, շատերն էնզիմային նյութերից եւ քաղցրից, շատ տարածված է ալերգեն ռեակցիան, մետաբոլիկ լակտոպեպտինը հրաշք լուծում է նաև այս խնդրի համար, այն բարելավում է օրգանիզմի դետոքսիկացիան, տեսեք, բոլոր պրոբլեմների դեպքում, ընդհուպ երբ մենք անտիբիոտիկներ ենք ընդունում, հորմոնալ տեղորայք, նյարեցման կուրսեր ենք անցնում, շատ կարևոր է օրգանիզմի դետոքսիկացիան, ես խորհուրդ եմ տալիս ամեն եղանակի փոխփոխման, այսինքն 3 ամիսը 1 տարին 4 անգամ անցնել դետոքսիկացման կուրս, շատ հարմար է աղիների միկրոբիոմը, այսինքն միկրոօրգանիզմները վերականգնելու համար, առավել ևս հակաբիոտիկների ընդունման ընթացքում, երբ մենք ապտեկաներից ընդունում ենք Լինեքս, Ֆորտե, Նարինե,
լակտոբակտերաներ կարող եք լիարժեք անտիբիոտիկներ ընդունելիս փոխարինել մետաբոլիկ լակտոպեպտինով։ Արագացնում է գլյուկոզայի ընդունման ընթացքում նյութափոխանակությունը, նվազեցնում է ինսուլինային ռեզիստենտականությունը, այսինքն ինսուլինի տադանումները, խթանում է օգտակար միկրոֆլորայի աճը եւ պայքարում է պաթոգեն վատ բակտերիաների դեմ, նվազեցնում է փոշփոկումները, բարձրացնելով իմունիտետը, վերականգնում է աղիների միկրոֆլորան օրգանիզմից աղիներից հեռացնելով էնդոտոքսիկոզը, վերականգնում է ինչպես նաև լիպիդային, այսինքն ճարբային նյութափոխանակությունը, որի հաշվին նաև իջեցնում է տրիգլիցերիդների եւ խոլեստերինի քանակը, պարունակում է իր մեջ լակտոզը, գումիա լակտոբացիլյուս, որը հիմնականում հանդիսանում է մետաֆիլտրատ, այսինքն ինչ է իրենից ներկայացնում մետաֆիլտրատ, ինքը բավական բարդ շղթա է, ճարբաթթուների ացետատ, պրոպինատ եւ բուտիրատ է պարունակում։ Սրանք նյութափոխանակությունը կարգավորող թիրախներ են հանդիսանում, որոնք կարգավորում են ճարբակալումը, կանխում են ճարբի ներծծումը, ինչպես նաև լակտոֆիլուս է պարունակում, որը բավական լուրջ ֆերմենտ է, կատալիզացնում է լեղաթթուների քայքայումը, կանխում է խոլեստերինի կլանումը, ինչը շատ կարևոր է ճարբաթթուների նյութափոխանակության վերականգնման համար։ Հիմնականում տեսեք մետաբոլիտ պրոդուկտը բալի համով օրվա ընթացքում կարող եք խորհուրդ տալ 2 անգամ, որը նաև վերականգնում է ստամոք սաղեկային տրակտի ծանրաբեռնվածությունը, տալիս են փքվածությունների, շատ հաճախ երբ հյուր են կնում մի փոքր օդար սնունդ, սալատներ, խառը սնունդ, անմիջապես ձևավորվում է փքվածություն, գազեր, նշված պրեպարատը շատ լավ ֆիլտրում է ստամոք սաղեկային տրակտը եւ հաջորդ սլիմ էֆեկտը հիդրային, որը օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, կանխում է հեղուկի այդ կուտակման, պահպանման ազդեցությունը օրգանիզմում, միզամուղ ունի թույլ միզամուղ ազդեցություն, չէ վնասելով երիկա միզուղիների ֆունկցիան։ Նաև նյարեցման կուրսին նշված 3 պրոդուկտներին զուգահեռ ես միանշանակ խորհուրդ եմ տալիս ձեզ մոլեկուլյար ֆորսը շարքից փոսֆետ դետոքս պրոդուկտը, ստամոք սաղեկային տրակտի, լուրջ ստամոք սաղեկային տրակտը մաքրող փոշկաբությունը կանխող պրոդուկտ է, որը լրացուցիչ նաև բարձրացնում է նյութափոխանակությունը։ Նյարեցման կուրսին զուգահեռ իմ կարծիքն է նաև ընդունեն կոկտեյլներ սպիտակուցային, որտեղ սպիտակուցի ընդունումը դիետա ցանկալի է, ինչպես նաև ձեր նախաճաշը եւ ընթրիկը կարող եք փոխարինել սպիտակուցային կոկտեյլներով։ Ես շատ խոսեցի, կարող եմ ժամերով խոսել, եկեք անդրադառնամ ձեր հարցերին, հետո լրացուցիչ եթե կուզենաք, կշարունակենք խոսել։ 1 վայրկյան, հերթով նայենք հարցերը։ Ռոստան օգնես։ 1 վայրկյան չեմ տեսնում։ Օգնության կանչեմ տղայիս։ Անդրադառնանք Արփինե Հակոբյանի հարցին, 62 տարեկան տղամարդը ցանկանում է նյարել, բայց ունենում է ճնշման խնդիր եւ խմում է կարգավորող դեղորայք, ինչ խորհուրդ կտաք։ Տեսեք Արփինե ջան, եթե իրականում հարցը միայն հիպերտոնիկ հիվանդությունն է, նախ ասեք քանի կիլո է 62 տարեկան տղամարդու քաշը, ունի ուղեկցող հիվանդություններ, շաքարային դիաբետ, խոլեստերինի բարձր քանակ, լյարդ լեղապարկի հետ կապված խնդիրներ։ Ես խորհուրդ կտամ, ճշտեք պրոբլեմները, կարող ենք նաև անձնական խոսել, համենայն դեպս խորհուրդ եմ տալիս առաջնահերթ, քանի որ կա բարձր ճնշում, անցնեք ճնշումը կարգավորող դիետայի, այսինքն օրգանիզմը զրկում եք աղից եւ շաքարից, շատ քիչ քանակությամբ եք պահում, հանում եք ածխաջրերի ընդունումը, օրվա ռացիոն ավելի շատ մտցնում եք սպիտակ միս, լավ, տավարի յուղազրկված միս կարող եք, հավի միս եւ ծգնեղեն, առաջնահերթ։ Հաջորդ փուլը սպիտակուցային կոկտեյլ խորհուրդ կտամ, 1 չափաբաժինը լրացրեք ընթրիկը երեկոյան սպիտակուցային կոկտեյլով, վաղ առավոտյան տվեք հիդրային, որ օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը եւ նաեւ
բալանսավորում է ճնշումը եւ սլիմ էֆեկտ ունեցող երկրպրոդուկտը միաժամանակ կարող եք խորհուրդ տալ, ամենայնտեղս պարզեք, այլ ուղեկցող հիվանդություններ կան, թե ոչ։ Հարությունյան Հովհաննես, բարև ձեզ։ Կերակրող մայրիկին ինչ խորհուրդ կտաք, որպեսզի նիհարի։ Հովհաննես ջան, եկեք սպասենք, կերակրող մայրիկը երբ կվերջացնի կերակրման կուրսը, նոր կանցնենք նիարեցման ծրագրին, լավ։ Ես չեմ ուզենա կերակրման ընթացքում որևէ կենսաբանական ակտիվ հավելումներ խորհուրդ տամ, միակ խորհուրդս ընտրեք ճիշտ սննդակարգված դիետա, այսինքն չափաբաժնով դիետաներ առավոտյան, կեսօր, 6-ից 7 եւ երեկոյան։ Մի օրինակ սննդակարգի թող անցնի ձեր կինը, օրինակ առավոտյան օգտագործեց սպիդագուց, միայն սպիդագուց ենք օգտագործում։ Կեսօրին ձեր կինը օգտագործում է մաշկեր, միայն մաշկեր ենք օգտագործում առանց որևէ ճաշի, լավ, առանց սննդակարգի, երեկոյան 6-ից 7 պիդանի սալատներ, ոչ կառուղ ոլոր, ոչ լոբի, այսինքն սալատներ, որոնք նաև փոքրիկի վրա բացասական ազդեցություն չեն թողնելու։ Իսկ երբ կդադարեցնի կավարդի կերակրումը, բալիկին առողջ կատով կապահովեք, նոր կանցնենք դիետայի։ Առայժմ կներեք որևէ բան խորհուրդ տալ չեմ կարող կապված պրոդուկտի հետ։ Գայանե Ղուկասյան, մեկ փոքր բարձրացրեք, Ժորժ ջան։ Լավ, Աշկինե Հակոբյան, 60 տարեկան կինը, կարծես պատասխանեցի ձեզ, չէ, 60 տարեկան կինը ցանկանում է նյարինջ խորհուրդ կտակ, ինչից սկսել եւ միայն բերբերին Ռիմենյան, եթե օգտագործի կլինի արդյոք։ Տեսեք, Աշկինե ջան, ոչ, իհարկե միայն բերբերինը շատ քիչ է։ 60 տարեկան կնոջ քաշը հաստատ միանշանակ նյութափոխանակության խախտի հետևանքով է խանգարված եւ քաշի ճարպային նյութի կուտակումը ավելի շուտ նյութափոխանակության խանգարման հաշվին է։ Այդ իսկ պատճառով մետաբոլիկ պարդադիշ տալիս եք սլիմ էֆեկտ պարունակող 3 պրոդուկտը հիդրայինը, բերբերինը եւ մետաբոլիտը միաժամանակ ենք տալիս, եւ ընտրում եք դիետա հիմնականում ապահովում եք ֆիզիկական ակտիվությունը եւ հետո լրացուցիչ օգտագործում եք մեր կենսաբանական ակտիվ հավելումները լիարժեք արդյունք ունենալու համար։ Լուսինե, որ խնդրեմ խլորելա սպիրուլինայի մասին կխոսեք, այն որքանով է օգնում քաշի կարգավորմանը։ Տեսեք, խլորելան եւ սպիրուլինան ես համարում եմ հրաշք ձեռքբերում մեր ֆիրմայում, խլորոֆիլը ինքը բույսի կանաչ նյութի մզվածքն է, հրաշք դետոքս կատարող միջոց է, այն մաքրում է լիարժեք օրգանիզմը։ Սպիրուլինան նպաստում է ենտաստամոքսային կեղձի նյութափոխանակության վերականգնմանը։ Խլորելան ֆիլտրում է օրգանիզմը, ունի դետոքսիկացնող ազդեցություն, սպիրուլինան նյութափոխանակությունը վերականգնող եւ ճարպ է էներգետիկ բալանսի, էներգետիկ մակարդակի հանող պրոդուկտ է համարվում, շատ էֆեկտիվ է, խորհուրդ կտամ միանշանակ, բայց այստեղ Լուսինե ջան նորից ինդիվիդուալ մոտեցում է պետք։ Միայն խմենք խլորելա սպիրուլինայով եւ նստենք սպասենք, լուրջ արդյունքի հաստատ չի լինի։ Ես խնդրում եմ, զրուցեք ձեր հաճախորդի հետ, պարզեք ինչ խնդիրներ ունի, հոգեբանական է խնդիրը, տարիքային ճարպակալում է եւ ընտրեք ճիշտ պրոդուկտ, որը լիարժեք մեր ֆիրման տալիս է եւ նորանոր բիոլոգիապես ակտիվ հավելումներ ենք հիմա տեսնում մեր կատալոգներում եւ սպասվում է կամպանիայի տարեդարձից հետո բավական լայն միջոցների մուտք, հուսամ կընտրեք ճիշտ մեթոդ, լավ, ամենակարևորը ինդիվիդուալ անհատական մոտեցումն է յուրաքանչյուր այցելուին, նյարեցումը այդպես միանգամից միայն խլորելա սպիրուլինայով միանշանակ ունենակ քաշի կորուստ, բայց ոչ լիարժեք էֆեկտի համար, սկսում ենք դիետիկ, ընտրում ենք դիետիկ սննդակարգ եւ կուրսը անվնաս եւ արագ կուրսը սլիմ էֆեկտ պարունակող 3 պրոդուկտներն են կոկտեյլով, նաեւ սպիրուլինան, խլորելան միացրեք։ Կներեք, իսկ ստամոք սաղիկային բոշպոկում ունեցող կնոջն ինչ խորհուրդ կտաք։ Տեսեք, ստամոք սաղիկային տրակտի բոշպոկում Գայանե ջան, ինչ բնույթի բոշպոկում ունի ձեր հիվանդը, խոցային պրոցես, էրոզիվ գաստրիտ, թե ուղղակի գաստրիտ է ձեր հիվանդի մոտ։ Եթե ուղղակի գաստրիտ է, հիմնականում մետաբոլիտը տալիս եք միանշանակ որպես նյութափոխանակությունը կարգավորող ստամոք սաղիների լորձաթաղանթը կարգավորող միջոց, վերև բարձրացրեք,
Ստամոքսաղեկային տրակտը կարգավորող միջոց, որպես կարող եք ընդունել նաև գաստրոկոմֆորտը, մոլեկուլյար ֆորսը շարքի G կոմֆորտ նշված է, լյարդի աջակցում, ինչի այդ երկու պրեպարատը միաժամանակ եմ խորհուրդ տալիս, որովհետև լյարդի աջակցումը մեզ անհրաժեշտ է լեղու ավելորդ քանակը մաքրելու, լյարդի բջիջները ֆիլտրելու համար, որպեսզի ստամոքսաղիներում ճիշտ թթվահիմնային բալանս ստեղծենք։ G կոմֆորտը տալիս ենք ստամոքսաղիներում pH թթվահիմնային բալանսը կարգավորելու եւ սննդի յուրացումը ապահովելու համար, ինչպես նաեւ մետաբոլիտը որպես մաքրող եւ բազմաթիվ բակտերիաներ պարունակող տարր, որը վերականգնում է ստամոքսաղեկային տրակտի լորձաթաղանթը եւ միկրոֆլորան։ Իսկ խոլեստերին ունեցող կինը ինչ խորհուրդ կտաք օգտագործել։ Տեսեք, խոլեստերինի դեմ բավական լուրջ պայքար է տանում բերբերին պարունակող պրոդուկտը եւ կոենզիմ Q10 մոլեկուլյար ֆորսը շարքից, նաև անտիօքսիդանտ կարող եմ խորհուրդ տալ, ինչպես նաև օմեգա 3-ը։ Տեսեք, ցանկալի կլինի, եթե ուղղակի խնդիրը խոլեստերինի պարունակություն բարձր լինելն է տրիգլիցերիդների քանակի խախտը, խորհուրդ կտամ սկսեք հագաօքսիդանտով մոլեկուլյար ֆորսը շարքի, որը մաքրում է անոթները, խորհուրդ կտամ լյարդի աջակցում, որպեսզի լյարդի ֆիլտրացիայի հաշվին բերի ճարբանյութի ճիշտ յուրացումը եւ կոենզիմ Q10, ինչպես նաեւ բերբերին, որը հանում է սովի զգացումը, բարիեր է ստեղծում քաղցրի հանդեպ եւ օրգանիզմից հեռացնում է վատ խոլեստերինը։ Առողջ եղեք, Աշպինե ջան։ Մեկ վարյան, տատևիկ, Գրետա Պետրոսյան, աղջկաս մոտ կա երկաթի պակասօժտային սագավայրունություն, երկաթը 686, հեմոգլոբին 87, այրոնաբանը նշանակել է սորբիֆետ 2 հատ, բայց ունենում է ստամոքսացավ։ Տեսեք, Գրետա ջան, շատ կարևոր է, պարզել եք մի փոքր, պարզել եք անեմիայի պատճառը։ Տեսեք, ունի երկաթ դեֆիցիտ անեմիա եւ քանի տարեկան է ձեր աղջիկ, եկեք հասկանանք տարիքը ձեր բալիկի։ Տեսնում է դաշտանային ցիկլ, առատ է դաշտանը, թե ոչ, խնդրում եմ գրեք, որ ես կարողանամ ճիշտ ուղղություն տալ ձեզ։ Ընդհանրապես երկաթ դեֆիցիտի դեպքում ես խորհուրդ եմ տալիս մեր ֆերում խելատը, երկաթի խելատը, որը շատ էֆեկտիվ է, նպաստում է երկաթի օրգանիզմում երկաթի արտադրմանը, սինթեզմանը, ոչ թե արհեստական է տալիս երկաթ, որը չի յուրացվում օրգանիզմում, այլ բացեն, որ ինքը ֆերումը խելատային ֆորմուլայով է, բարձրացնում է օրգանիզմում էրիթրոպոեզ, այսինքն այրոնաստեղծումը, նպաստելով ինքնուրույն երկաթի հեմոգլոբինի բարձրացմանը, լավ, ուղղակի ես խնդրում եմ ինձ առանձին գրեք ցիկլ, բալիկը տեսնում է, արնահուսություն ունի, թե չէ, քանի տարեկան է։ Նոննա, Նյուտոնիկը քանի տարեկանից կարելի է խմել, 13 տարեկան երեխային կարելի է խմել։ Նոնա ջան, այո, Նյուտոնիկը 12 տարեկան լրացած բալիկների կարող եք տալ 1 տաբլետկայից 1-ից 2 անգամ, նաև ասեմ, որ 5-6 տարեկանից ես Նյուտոնիկը պրոբլեմների դեպքում, եթե երեխաների մոտ կա ցրվածություն, ոչ ճիշտ կենտրոնացում, ագրեսիվ լարվածություն, մտավոր ոչ լիարժեք զարգացում, ես տալիս եմ ընդհանուր 5-6 տարեկանից 1,5 տաբլետկա առավոտյան, կես տաբլետկա երեկոյան, այնպես որ 13 տարեկան բալիկին հանգիստ կարող եք խորհուրդ տալ։ Ուրեմն նեկտարինը, բարև Սիրանուշ ջան, խնդրում եմ կասեք, ինչ կարելի անել, որպեսզի մի փոքր ավելացնենք քաշը 19-ամյա աղջկա դեպքում, որպես այդպիսին ուղեկցող խնդիրներ չկա, ուղղակի նվազիկ է 160 սանտիմետր փոյով 40 կիլոգրամ քաշն է, շատ եմ սիրում ես հարցը, Նեկտարինա ջան, ես ինքս ունեցել եմ բավական նվազ քաշ, եւ մեր ֆիրմայի պրոդուկտների միջոցով մոտ 10 կիլո
քաշեմ հավաքել, որի համար շատ շնորհակալ եմ։ Ասեմ ձեզ, ուրեմն տեսեք, եւ քաշի նվազեցումը, եւ քաշի ավելցուկը լինում է միանշանակ նյութափոխանակության խանգարման դեպքում, ստրեսների դեպքում, լարված մտավոր աշխատանքի դեպքում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, վերցրեք մետաբոլիտ, այսինքն պրոդուկտ, որը մաքրելու է ստամոք, սաղիկային տրակտը շատ լավ է, որ որևէ խնդիր չունի ձեր բալիկը։ Տալիս ենք էներգի բում, պրոդուկտ, որը օրգանիզմում ավելորդ էներգիա է տալիս, նպաստելով էներգետիկ բալանսի կողմնային վերականգնումը, որի հաշվին փոքրինչ ճարբանյութը կուտակվում է օրգանիզմում, լավ, ինչպես նաև էներգի բումը պարտադիր մետաբոլիկի հետ, որպեսզի նյութափոխանակությունը վերականգնեք, եւ մեր սպիտակուցային հրաշք կոկտեյլները շատ համեղ խորհուրդ եմ տալիս խմել ուտելուց հետո։ Տեսեք գաղտնիքն ինչու՞մն է, երբ ուտելուց հետո մենք խմում կոկտեյլները, ունենում ենք մի փոքր քաշի ստաբիլացում, ոչ թե ավելացում, այլ ստաբիլացում, ձեր աղջկա մոտ քաշը պակաս է նորմայից, բերում ենք նորմայի, բայց ոչ ճարբակալման, այսինքն կոկտեյլը տալիս ենք ուտելուց հետո, լավ։ Կուրսի ինչքան ժամանակ կդա իր արդյունքը։ Տատեր ջան, միարեցման կուրսի մասին է կարծես խոսքը, տեսեք, ես պետք է հասկանամ ում մասին է խոսքը, քանի կիլոգրամ է քաշը, ընդհանրապես լիարժեք էֆեկտ ստանում ենք 3 ամսյա կուրսից հետո, այսինքն ստաբիլ 3 ամիս դիետաների կուրսի ընդունումից հետո սկսում ենք քաշի ստաբիլ նվազեցում, լավ, ձեր հաճախորդի քաշը ես չգիտեմ 100 կիլո է, 120 կիլո է, 70 կիլո է, որն եք համարում քաշի ավելցուկ, կախված քաշից, կախված խնդիրներից 3 ամսից 6 ամսյա ժամկետ պետք է դիետիկ սննդակարգ եւ միարեցման կուրսերը անցնի հաճախորդը։ Ուրեմն ունեք շաքարային դիաբետ, քաշի 92 կիլոգրամ է, 69 տարեկան է, ինչ կարելի է օգտագործել։ Տեսեք, դիաբետի դեպքում ինսուլին ստանում է ձեր հիվանդը, ինչքան հասկացա, այո, 92 կիլոգրամը բավական բարձր քաշ է դիաբետով հիվանդների համար, միանշանակ սննդային դիետա, պարտադիր եւ իմ թվարկած սլիմ էֆեկտ ունեցող պրոդուկտները 3-ը տալիս եք միաժամանակ եւ կոնտրոլ սախարը, ունենք մոլեկուլար ֆորսեր շարքից շաքարի պահպանում եւ կարգավորում, նաեւ նշված պրոդուկտն եք տալիս 4-ը համատեղ բերբերին իջեցնում է գլյուկոզայի պահանջը եւ ճարբանյութի յուրացման է բերում, սլիմ պրոդուկտները մետաբոլիտի հետ միաժամանակ նյութափոխանակություն ավելորդ ածխաջրերի հեռացում օրգանիզմից, որի հաշվին կգա նաեւ քաշի կորուստ։ Գրետա աղջկաս պատասխանեցի ձեզ Գրետա ջան, ժելեզը խելատն եք առայժմ սկսում, սորբիֆերը պահպանեք 2 հատ օրը, համենայն դեպս նաև կուզենայի Գրետա ջան ձեզ G կոմֆորտը խորհուրդ տալ, որպես ստամոք սաղիկային տրակտի պաշտպանում, լավ, առողջ եղեք։ Լուսինե, իմ հաճախորդը 60 տարեկանից ավել է, քաշի կարգավորման, նյութափոխանակության կարգավորման համար վերցրել եմ սլիմ շարժկը նախորդ սերիայից, ինչ հեշտականությամբ կարող է խմել, շնորհակալ եմ նախապես նախորդ սերիայից, այսինքն վերցրել եք կալորիա բլոկ, մեյթափ, լիսվիտ, ճիշտ է, եւ հիդրային։ Տեսեք ոնց է սկսում, հիդրայինը նախորդ սերիայում տաբլետկաների տեսքով էր։ Տալիս եք 2 տաբլետկա վաղ առավոտյան հիդրային է խմում 1 բաժակ սենյակային ջրով, որից հետո տալիս եք նախաճաշի ընթացքում մեյթափ 2 տաբլետկա մեյթափ 12-ից 1-ը երբ սնվելու է ձեր հիվանդը, ճաշին տալիս եք 2 տաբլետկա կալորիա բլոկ, ուտելուց առաջ մեյթափը եւ կալորիա բլոկը ուտելուց 5-10 րոպե առաջ ենք տալիս, մեյթափը բլոկի անում ճարբի յուրացումը, կալորիա բլոկը օրգանիզմում այրում է ճարբը, նպաստում է ավելորդ կալորիաների ներծծման, խտան է հանդիսանում ավելորդ կալորիաների ներծծմանը եւ լիսվիտը տալիս եք 2 տաբլետկա երեկոյան ստացված արդյունքը պահպանելու համար եւ սովի, գիշերային սովի զգացումը կանխելու համար։ Թակուշ Հարությունյան Օնկոլոգիայի վիրահատությունից հետո թույլատրվում է օգտագործել այս բադը։ Նկատի ունեք նյարեցման կուրսը, տեսեք, Թակուի ջան, եթե անցել եք օնկոլոգիական վիրահատություն, ես չգիտեմ ինչ վիրահատություն եք տարել,
կան ուռուցքային հիվանդություններ, օնկոլոգիական հիվանդություններ, որից անգամ վիրահատությունից հետո եթե պահպանված բջիջներ ունեն, կախված է ձեր հետագա ընթացքից, ես խորհուրդ չեմ տա ընդունել բիոլոգիապես ակտիվ հավելումներ առայժմ։ Ժամանակի ընթացքում, հետվիրահատական ընթացքում, եթե կա նահանջ, կխորհրդակցեք ձեր բուժող օնկոլոգի հետ, նոր կսկսեք կուրսը կամ որոշակի անալիզներ տալուց հետո կապվեք իմ հետ, կկողմնորոշվենք, կարող է ընդունել հիվանդը, թե ոչ։ 17 տարեկան է, ունենում է առատ դաշտան, շատ լավ, տեսեք, այստեղ խնդիրը, Գրետա ջան, շատ լավ է, որ գրեցիք, երկաթ դիֆիցիտ անեմիան, հեմոգլոբինի անկումը ունի պատճառ, առանց պատճառի չի կարող լինել, ձեր աղջկա մոտ կա նյութափոխանակության էնդոկրին կեղձերի ֆունկցիոնալ խանգարում, որի հետևանքով պալիգը առատ դաշտան է տեսնում, եւ առատ դաշտանի պատճառով ընթացիկ ունենում է նաեւ երկաթ դիֆիցիտ անեմիա, խորհուրդ եմ տալիս ժելեզը խելատը ընդունեք, իսկ եղել եք գինեկոլոգի մոտ, ֆոլիկուլյար կիստաներ, պոլիկիստոզ չունի ձեր պալիգը, եթե չկա իմ նշած խնդիրները, չկան կիստոզ փոփոխություններ, ես խորհուրդ կտամ էնդոկրին համակարգի սնուցում մինչ 30 տարեկան, մենք մոլեկուլյար ֆորսեր շարքից ունենք հրաշք պրոդուկտ է, ինչպես նաև Family Comfort, որը պրոդուկտ է կարգավորող դաշտանային ցիկլը, կարգավորում է էնդոկրին համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդոկրին կեղձերի ճիշտ ֆունկցիոնալ կարգավորմանը, լավ, դրա համար եթե չունի կիստա, պոլիկիստոզներ, կարող եք նշված երկու պրոդուկտը ժելեզը խելատի հետ տալ, տեսեք միայն սորբիֆեր տալով ձեր պալիգի հարցը չեք լուծի, դաշտանի հետ կապված առատ դաշտանի հարցը պետք է կարգավորել, ինչն է պատճառը, կա խնդիր, լուծել խնդիրը, որ միայն մտածել երկաթ դիֆիցիտ անեմիան վերականգնելու մասին։ Ինչպես Տատև ջան, նյարելու կուրս ինչ կան ժամանակուց ցու, երևի ուզում եք ասել ինչ կան ժամանակի ցույց կտա էֆեկտը։ Տատև ջան, ես մի քանի անգամ շեշտեցի ինդիվիդուալ տարբեր մարդկանց մոտ էֆեկտը տարբեր ժամանակահատվածներում կարող է ցուցաբերվել։ Մեկի մոտ մեկ ամսում 5-6 կիլո քաշի կորուստ կարող է լինել, այսինքն խանգարված էր ընտանիքի փոքր նյութափոխանակությունը, խտանեցինք, օգտեցինք, արագ վերականգնվեց։ Ինդիվիդուալ է այս ամենը, միանշանակ ոչինչ ասել չեմ կարող, բայց այն որ ցուցված է 2-ից 3 ամիս ստաբիլ ընդունում պրոդուկտի, որպեսզի կուտակային էֆեկտով ճիշտ ազդեցություն ունենանք, փաստը 2-3 ամսվա ընթացքում միանշանակ արդյունք կտեսնեք, իսկ լիարժեք արդյունքը կախված է ինդիվիդուալ ձեր այցելուից։ Առողջ եղեք Նեկտարինա ջան։ Աշպինե Հակոբյան 43 տարեկան կինը կանգատվում է ձեռքերի տողից եւ ոտքերի ծանրությունից, ինչ խորհուրդ կտաք։ Տեսեք Աշպինե ջան, 43 տարեկան կնոջ մոտ ձեռքերի տող, ոտքերի ծանրություն չպետք է լինի։ Եթե կա նման խնդիր, ես խնդրում եմ խորհրդակցեք նյարդաբանի եւ անոթաբանի հետ, պարզենք արդյոք կա թրոմբոէմբոլիաներ, կա որևէ սինդրոմային գենետիկ խնդիր, որպես պրոֆիլակտիկ միջոց խորհուրդ կտամ հագաստրեսը լիցիցինով, որպեսզի նյարդային համակարգը բալանսավորեք, բայց անպայման թող այցելի նյարդաբանի եւ անոթաբանի խնդիրը պարզելու եւ ճիշտ ուղղորդված բուժում տալու համար, իսկ որպես պրոֆիլակտիկ միջոց, խնդրեմ, կարող եք օգտագործել անտիստրեսը լիցիցինի հետ։ Տիկին Սվետա ջան, ես վստահ եմ, դուք կոկտեյլը շատ եք սիրում եւ շատ երկար եք օգտագործում, մեր ամբողջ պրոդուկտը Տիկին Սվետան հաստատ օգտագործել է, էներգիայով լեցուն մեր գեղեցկուհին։ Տիկին Սվետա ջան, կոկտեյլը կարող եք օգտագործել 2 անգամ, առավոտյան եւ երեկոյան, ըստ նախասիրության նաեւ 3 անգամ կարող եք օգտագործել, հագացուցում չեմ տեսնում, միայն մեկ խնդիր կա, սննդակաշկից խնդրում եմ սնունդից հետո չօգտագործել, սոված վիճակում ցանկալի է, եթե չեն ուզում ավելորդ քաշ հավաքել։ 2 անգամ լիարժեք կարող եք օգտագործել, ցանկության դեպքում նաև երրորդը։ Ունեմ երկաթը մեր ֆիրմայի, տուփը բացել եմ 6 ամիս առաջ, բայց ժամկետի մեջ է, կարող եմ տալ սորբիֆերի հետ։
Անտունի թե չի կարելի մոդորերս պիտի գնանք էնդոկրինոլոգի հետազոտության։ Տեսեք Գրետա ջան, եթե 6 ամիս առաջ եք բացել եւ փակ տուփով եք բայ, ոչ մի խնդիր, եթե ժամկետի մեջ է հանգիստ կարող եք տա եւ պարտադիր խնդրում եմ անցեք էնդոկրինոլոգի հետազոտում, շատ ճիշտ եք որոշել, պարզեք ֆոլիկուլյար կիստաներ, պոլիկիստոզ կամ վանաձև կեղծի խնդիր ունեք թե ոչ։ Մետաբոլիկի հետ զուգահեռ կարող ենք օգտագործել էնդոկրին համակարգի աջակցում։ Օլիվ ջան, իհարկե կարող եք մետաբոլիկ պրոդուկտը բոլոր պրեպարատների հետ համակցել, զուգակցել կարող եք միանշանակ։ Օգտագործեք, որևէ խնդիր չեմ տեսնում, մի բան է, մետաբոլիկ պրոդուկտը նպաստում է եւ պրեպարատների, եւ բիոհավելումների, եւ դեղորայքի ու սննդակարգի ճիշտ ներծծմանը եւ յուրացմանը։ Տատև ջան, ձեր աղջիկը ունի 82 կիլոգրամ քաշ, տարիքը բավական իշքան հասկացա երիտասարդ է։ 3-ից 6 ամիս կուրսը միանշանակ անցեք եւ պարզեք այլ խնդիրներ, զուգակցող խնդիրներ ունի թե չէ, որովհետեւ նեղ մասնագիտական նաեւ ուղղորդեմ ինչ կարող եք օգտագործել։ Տատև ջան, շատ լավ է կարևոր մի մասը քնել եք, բայց ցանկալի է կուրսը միաժամանակ ստանանք։ Լավ, փորձեք լրացնել այդ սլիմ շարքը եւ միաժամանակ սկսել։ Կոկտեյլը կարող եք հետագայում, բայց սլիմ շարքի պրոդուկտները համատեղ օգտագործեք, առողջ եղեք։ Վերցրել եք սլիմ շարքի պրոդուկտը, հարցնում եք օրական ինչ չափաբաժնով պիտի խմի, տեսեք։ Սլիմ բերբերինը օգտագործելու եք 1 կապսուլայից օրը 2 անգամ կամ միանգամից 2 կապսուլա կես օրին։ Պրոֆիլակտիկ դոզան 1 կապսուլայից օրը 1 անգամ են տունում, իսկ եթե 82 կիլոգրամ քաշ ունի ձեր երիտասարդ աղջիկը, տալիս եք 1 կապսուլայից օրը 2 անգամ ուտելուց 10 րոպե առաջ։ Սլիմ հիդրային էֆեկտով տալիս եք վաղ առավոտյան 1 չափաբաժին կդալով եւ Թակուհի ջան, յոդի պակաս ունեք, խմում եք էլտիրոքսին, բավականին երկար ժամանակ զուգահեռ կարող եք օգտագործել մեր էնդոկրին բադը։ Միանշանակ կարող եք Թակուհի ջան, եթե երկար ժամանակ էլտիրոքսին եք խմել, հուսամ էնդոկրինոլոգի հսկողությամբ դոզաները ճիշտ եք կաշկավորում, ընթացիկ դոզաները բարձրացնում կամ իջեցնում եք, միանշանակ մեր էնդոկրին համակարգը բալանսավորող խտանող պրոդուկտը կարող եք խմել, ինչպես նաև կեգ խորհուրդ կտամ, որը բնական լամինարիա է պարունակում եւ նպաստում է վանաձև կեղծի ճիշտ ֆունկցիոնալ վերականգնմանը։ Արփինե, երեխան կրծում է եղունգները 9 տարեկան, ինչ խորհուրդ կտաք եւ այդ տարիքի երեխաներին լիցիցին կարելի է տալ։ Տեսեք Արփինե ջան, լիցիցին կարող եք տալ 7 տարեկանից սկսած 1 կապսուլայից օրը 1 անգամ, իհարկե կարող եք, եթե կա խնդիր։ Եթե եղունգներն եք կրծում, միաշտային ինչ-որ խնդիրներ գուցե կա պալիգի մոտ, փորձեք սովորույթը դադարեցնել, փորձեք սովորույթը հանել եւ մի հատ հետազոտեք կա ճիճվակրություն թե ոչ, իմ խորհուրդն է տվեք նաեւ չորնի արեխմեժ, անտիպարազիտար կոմպլեքսը 1 կապսուլայից օրը 1 անգամ ելնելով տարիքից, իսկ լիցիցին միանշանակ կարող եք տալ։ Օլիվ ջան, իհարկե 3-ը միաժամանակ էլ կարող եք օգտագործել, տեսեք էնդոկրին համակարգի բալանս, ռեպրոդուկտիվ վերարտադրողական համակարգ կանանց համար եւ միոինոզիտոլ ֆոլաթթվով միաժամանակ կարող եք օգտագործել, ուղղակի խնդրում եմ միոինոզիտոլը օգտագործում եք առանձին ֆոլաթթուն, կարող եք խմել 2 կապսուլա կեսօրին, իսկ էնդոկրին եւ վերարտադրողական համակարգը սնուցող բադերը առավոտյան եւ երեկոյան։ Միակ նյուանսը ֆոլաթթուն ընդունեք կեսօրին առանձին մյուս բադերից զատ 2-3 ժամյա տարբերությամբ, թե մասին կարող եք, խնդիր չեմ տեսնում միաժամանակ։ Գրետա Պետրոսյան, վերջերս ունեմ տարօրինակ ոսկրերի ցավ, նամանավանդ առավոտյան անկողնուց ելնելուց վերցրել եմ K2T3 ոսկրերի աջակցում, արդյոք ճիշտ բիոտաբավկաներ եմ ընտրել։ Տեսեք, դուք ընտրել եք 1 բիոհավելում K2T3, իհարկե ճիշտ եք ընտրել,
ոսկրահոդային համակարգի ցավեր առավել եւս աշնանես անցումային շրջանում պերիոդի ընթացքում սկսում են գլուխ բարձրացնել։ Եթե չունեք ռևմատիզմ, եթե չունեք արթրիտ, արթրոպաթիա, որպես պրոֆիլակտիկ միջոց կարող եք K2T3-ին զուգահեռ ընդունել նաև հոդերի աջակցում։ Շատ էֆեկտիվ է, բավական ավելի լավ էֆեկտ կունենաք, նաև դոբրոգենը կարող եմ խորհուրդ տալ ձեզ։ Արփինե ջան, ոսկրերի մաշվածության համար ինչ խորհուրդ կտաք 50 տարեկան կնոջը։ Այդ ոսկրերի մաշվածություն բառը հեչ չեմ սիրում, ամենայնպես ոսկրահոդային համակարգի կրճիկային գոյացությունների լորձաթաղանթի մաշվածության դեպքում խորհուրդ եմ տալիս նորից դոբրոգեն ակտիվը, որը շատ լավ վերականգնում է հենաշարժողական ապարատը, K2T3-ը եւ ոսկրահոդային համակարգի աջակցում պրոդուկտը մոլեկուլյար ֆորսաշարքից 3-ը համատեղ K2T3-ը խմում եք ժամը 12-ին միանգամից 2 կապսուլա կարող եք ընդունել կամ 1 կապսուլայից օրը 2 անգամ։ Համենայնպես ավելի էֆեկտիվ է զույգ կապսուլավորված օրը 1 անգամ մինչ կես օր յուղոտ սնունդով։ Ճարբալույզ վիտամինների 10-ին է պատկանում D3 վիտամինը։ Իսկ հոդերի ոսկրահոդային համակարգի աջակցումը 1 կապսուլա եւ առավոտյան եւ երեկոյան դոբրոգենը 1 չափիչ գդալով օրը 1 անգամ։ Առողջ եղեք։ Եթե օգտագործել են հագաբույձը, պարտադիր է օգտագործել նաղիների մաքրումը եւ լյարդի աջակցումը։ Տեսեք, Օլիկ ջան, շատ կարեւոր է, շատ լավ հարց եք տվել, հագամագաբույծ պրոդուկտը օգտագործելուց հետո օրգանիզմում, եթե կան պարազիտներ, ասկարիդոզ, լյամբլոզ, օկպիստար, երիզորդ, պայքար պրոդուկտը տանում է, վերացնում է ճիճվակերությունը, բայց կան ծվաբջիջներ եւ պարազիտների թողած արգասիքներ, որոնք ցանկալի է դետոքս միջոցով ֆիլտրել, մաքրել։ Դրա համար ճիճվաթափությունից հետո միանշանակ երկրորդային մաքրումը պարտադիր է։ Կարող եք լյարդի աջակցում չտալ, բայց աղիների մաքրումը պարտադիր է, կամ մետաբոլիտն եք տալիս, կամ աղիների մաքրումը։ Կարող եք նաեւ դետոքս օգտագործել։ Իսկ միգրենի ցավերի համար ինչ կարող ենք ընդունել։ Տեսեք, Թակուի ջան, միգրենը բավական լուրջ նյարդային խնդիրների 10-ին պատկանող խնդրեմ է, շատ հաճախ մեր բնակիչները միգրենը շփոթում են շատ տարբեր գլխացավերի հետ, օրինակ վիզուսային օստեոխոնդրոզ, ոչ ճիշտ գլխուղեղի այրունամատակարարման դեպքում էլ միգրենանման ցավեր են ձևավորվում։ Նման դեպքերում, քանի որ ես անձամբ չգիտեմ, չեմ տեսել ձեր դիագնոզը, որպես պրոֆիլակտիկ միջոց կարող եմ ձեզ Թակուի ջան խորհուրդ տալ նույն լիցիցինը, որը նպաստում է ուղեղի այլունամատակարարման լավացմանը եւ նյարդային իմպուլսացիայի վերականգնմանը։ Խորհուրդ կտամ քնի կաշկավորում, քնի բիոռիթմերի կաշկավորում եւ հագաստրես 3 պրոդուկտ նյարդամգանային համակարգի վերականգնման համար, որովհետեւ կաշկավորեք նյարդային իմպուլսացիան դեպի գլխուղեղ եւ նյարդային լարվածությունը հանեք օրգանիզմի։ Ամենայնպես պարզեք գլխացավերի պատճառը, եթե կա ախտորոշում, խնդրեմ։ Իսկ երեխաների դեպքում քանի տարեկանից է կարելի եւ հաջորդ ինչ պիտի խմել, որ լիարժեք լինի։ Օլիկ ջան, ես ինչքան հասկացա ճիճվաթափման կուրսի մասին էր խոսքը, ճիշտ է։ Տեսեք, ես ինքս եթե հետազոտել եմ եւ կա հաստատված ճիճվակրություն, անտիպարազիտար կուրսը երեխաներին տալիս եմ 6-7 տարեկանից սկսած 1 կապսուլայից օրը 1 անգամ, բայց ֆիտոպոլիս շարքի անտիպարազիտը 12 տարեկանից բարձր 1 կապսուլայից օրը 2 անգամ եւ պարտադիր խնդրում եմ ճիճվաթափությունից հետո նույն մետաբոլիտը տվեք, որպեսզի մաքրեք ստամոք սաղեկային տրակտը եւ կատարեք օրգանիզմի դետոքսիկացիա։ Լավ, բալի համով մեր մետաբոլիտը հրաշք մաքրող միջոց ունի առաջին ընդունման ընթացքում թույլ լուծողական ազդեցություն, որից հետո ուղղակի կաշկավորում է առողջ ծննդի յուրացումը եւ ելքը օրգանիզմից, լավ, այսինքն անտիպարազիտի հետ մետաբոլիտն եք տալիս պարտադիր։ Չունենք էլ հարցեր։ Առանց անալիզի, այո, 1 կապսուլայից օրը 1 անգամ կարող եք տալ։ 1 ամսից ոչ ավել, լավ։
15 օրից 1 ամիս, որպես պրոֆիլակտիկ միջոց կարող եք տալ։ Բացի այն, որ անտիպաֆիտոպոլիս շարքի անտիպարազիտար կոմպլեքսը ճիճվաթափություն է կատարում, ինքը նաև մաքրում է օրգանիզմից բոլոր տիպի պարազիտների, վիրուսների եւ խմորային սնկերի առկայությունը, ֆիլտրում է բավական էֆեկտիվ պրեպարատ է, իր կազմության մեջ ունի դարչին, մեխակ, շատ էֆեկտիվ միջոց է, նաև C վիտամին բարձրացնում է լրացուցիչ նաև իմունիտետը։ Ունենք հարցեր։ Եթե չունեք հարցեր, հուսամ որոշ ինֆորմացիա, տեղին ինֆորմացիա կարողացա ձեզ տրամադրել։ Տեսեք, 73 տարեկան կինը ունի խրոնիկ ասթմա, ինչը իրենից ներկայացնում ասթման, աշպին էջան։ Ասթման բրոնխիալ ալերգիայի տեսակ է։ Բավական լուրջ աուտոիմուն հիվանդությունների դասին պատկանող, ինչպես նաև ասթման ձևավորվում է պարազիտների, ճիճվակրության, նյութափոխանակության խանգարման հետևանքով։ Ասթմայի դեպքում 73 տարեկան կնոջը որևէ հատուկ պրոդուկտ չունենք ասթմատիկ հազը կանխելու համար, ես ուղղակի խորհուրդ կտամ իմունոմոդուլյատոր ֆորտե եւ իմունոստիմուլյատոր, այդ երկու պրեպարատները իրենց մեջ ունեն գրիբրիշայի եւ լամինարիայի պարունակություն, որոնք հարթ մկաններն են մաքրում, օրգանիզմից հեռացնում են լորձային, ավելորդ լորձային կուտակումները եւ նպաստում են ալերգեն ռեակցիայի հետ ընթացքին, ինչպես նաեւ մեր ժիվիցան 3 կապսուլայից օրը 2-ից 3 անգամ շատ լավ հանում է սպազմային հազը։ Նաեւ ասեմ, որ ժիվիցան խորհուրդ եմ տալիս որպես պրոֆիլակտիկ միջոց մեր բոլոր դպրոցականներին եւ քթիկատիլների եւ ներքին ընդունման տեսքով, որպեսզի կանխեք հետագա վիրուսային ինֆեկցիաների ձևավորումը։ Եթե հարցեր չունեք, հուսամ օգտակար եղա ձեզ։ Սիրով կպատասխանեմ բոլորիդ հարցերին։ Երևի այսօրվա մեր հանդիպումը վերջացնենք։ Ես էլ եմ շնորհակալ բոլորիցդ համբերատար ինձ լսելու համար, հուսամ օգտակար եղած ես։ Եվ վերջում ասեմ իմ մշտական խոսքը, եղեք առողջ, կհանդիպենք։